Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Այսօր Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բարդերի ակումբը հրավիրում է հեղինակային երգի բարեգործական համերգի, այդ մասին ենք մենք այսօր խոսելու, հեղինակային երգի ու հանրային նախաձեռնությունների, այսպես ասած, հետագծով կփորձենք հասկանալ ինչպես է արվեստը վերածվում սոցիալական պատասխանատվության, որն է երգահանի դերը հանրային արժեքների ձևավորման գործում, իսկ իմ հյուրն այսօր Civilart մշակութային կազմակերպության հիմնադիր Հուսո Առագաստ հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր երգահան Վախթանգ Հարությունյանն է։ Ողջույն Վախթանգ։ Ողջույն Նազելի։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար, առավելևս այսօր կոնկրետ մի նախաձեռնություն ունենք, որի մասին արժի խոսել հենց այսօր։ Այո, դե եկեք հենց այդ նախաձեռնությունից էլ սկսենք, թե ինչ է իրենց ներկայացնում։ Գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ ձեր համերգները ուղղակի բարեգործական են։ Մեզ մոտ ժամանակ առ ժամանակ չէ, մեզ մոտ մշտապես գուցե, այո, չեմ նկատել, այո, եւ փորձենք բացել, թե այս համերգը իրենց ինչ է ներկայացնում։ Երևի թե քանի որ հարցադրումների մեջ բարձրաձայնեցինք սոցիալական պատասխանատվություն ձևակերպումը տվեցինք, ասենք, որ հեղինական երգը առհասարակ այդ սոցիալական հասարակության արտացոլանքի դրսևորումը շատ է ունենում եւ երգերում արտացվում են այն ամենը, ինչի մասին հասարակությունը միգուցե հետագայում նոր արդեն զրուցելու առիթ է ունենում հենց նման երգերի ծնվելուց հետո։ Այսինքն սոցիալական պատասխանատվությունը երգի տեսքով գալիս է ի հայտ եւ բարձրաձայնում է այս կամ այն խնդիրը։ Իսկ մենք երգահաներս առհասարակ մշտապես հավաքվում ենք եւ հավաքվում ենք խոցելի գոտում հայտնված այս կամ այն երևույթի մասին բարձրաձայնելու։ Այս համերգը, որը տեղի կունենա հենց այսօր, նվիրված է սոցիալական էլի նախաձեռնություն է խոցելի գոտում հայտնված մեր տատիկների, պապիկներին աջակցելու եւ բարձրաձայնելու այդ խնդիրը։ Մի կազմակերպություն կա, որը արդեն 33 տարի զբաղվում է այդ ամենով, դա Հուսոտուն բարեգործական կազմակերպությունն է, որը ամեն օր, ամենօրյա գրաֆիկով կերակրում է ծերերին, այդ բարդ կացության մեջ հայտնված ծերերին, եւ մենք ի աջակցություն այդ կազմակերպության պարզապես հիմա բարձրաձայնելով այս համերգին հրավիրում ենք բոլորին մասնակից դառնալ։ Իսկ ինչու են բարդերը օգնում Հուսոտուն կազմակերպությանը։ Եվ ոչ միայն Հուսոտուն։ Մենք ունեցել ենք նաև մի շարք մշակութային տարբեր հասարակական կազմակերպություններին աջակցություն, ունեցել ենք օգնենք հայ մանուկներին, նման մի կազմակերպություն կա, որը բարդ հիվանդությունների դեմ պայքարելու դրամահավաքներ է կազմակերպում եւ աջակցում եւ օգնում է առողջացմանը մեր երեխաների, այնպես որ մենք պարզապես առաջին շարքերում արձագանքողներից ենք եւ միգուցե մնացած բոլոր մշակութային գործիչներին ի ցույց, որ եկեք միանանք, որովհետեւ մենք խնդիր չենք տեսնում, եթե մեզ կմիանան այլ ժանրերի ներկայացուցիչներ, այլ մշակութային դրսևորումներում, ասեմ, այս համերգին միացել են նաեւ մեզ գեղանկարիչներ, հա, այսպես ձևակերպենք, որովհետև անուշ արտ մշակութային կազմակերպություն չասենք, բայց նա ստուդիա է, որոնք միասին զբաղվում են նկարչությամբ եւ իրենց նկարները հիմա բերելու են եւ համերգի հետո շատերը կարող են գնել այդ նկարները եւ այդ գումարը ուղիղ կհանգանակեն նույն հասարակական կազմակերպությանը Հուսոտուն։ Ընդհանրապես բարեգործությունը մեզանում ընկալվում է որպես մեկ անգամյա օգնություն, սակայն բարդերի ակումբը այն որքան հասկանում եմ ուզում է կենսակերպ դարձնել։ Որն է ձեր նպատակը, եկեք այդ մասին խոսենք, արդյոք դուք ուզում եք, որ հասարակական գիտակցության մեջ այն ընկալվի որպես կենսակերպ։ Մենք շնչում ենք նույն օդը, նույն արևի տակ ենք ապրում, նույն հոգսերով։ Եթե դա ինտեգրալ հասարակության ամենակարևոր բաղադրիչ մասերն են, ապա ինչու ենք մենք մնացածից խուսանավում։ Չէ՞ որ հասարակության բոլոր բջիջների առողջ լինելու պարագայում է, որ հասարակությունը կարելի է կոչել առողջ։ Եթե մենք ունենք հիվանդ
դրսևորումներ կամ խոցելի գոտիներ, ապա միգուցե առաջին հերթին պետք է խոցելի գոտիները առողջացնել։ Նա զովրեցին իր առակներից մեկում ասում է, եթե մեկ ոչխարը կորում է, չես թողնում արդյոք քո 99-ը գնում մեկին փնտրելու։ Չէ՞ որ հասարակության այն խոցելի գոտիները, որ մենք անտեսում ենք, շատ հաճախ հենց այդ մեկ ոչխարի կարգավիճակում են, այսինքն խոցելի են, հետեւաբար առաջին անհրաժեշտության կարիք ունեն։ Այսինքն եկեք առաջին հերթին անդրադառնանք, որ առողջ պահելու համար, հասարակություն առողջ պահելու համար մենք պիտի հիվանդությունների առաջին ախտորոշիչ ճիշտ ախտորոշումներ անենք, երկրորդն էլ հետո անցնենք նրա բուժմանը։ Եվ եթե բարդերի այս միասնական համերգները նմանատիպ բարձրաձայնումներ են, որովհետև մենք չենք կարող մեծ գումարներ հավաքել, առավել եւս մենք փնտրում ենք մշտապես աջակիցներ համերգային ծախսերը հոգալու համար, որ կարողանանք հասարակությունը, որը գալիս է այդ համերգներին, այդ տոմսերի գումարները առանձնացնենք եւ հնարավորություն ունենք այդ գումարները հենց փոխանցել։ Եվ եթե հասարակությունը նման ձևով հնարավոր է հավաքել մեկ տեղել եւ մասնակից դարձնել, փոքրիկ դահլիճի չափ, ինչու ոչ ավելի մեծ եւ ինչու ոչ մասնակցություն ավելի մեծ հասարակական։ Իսկ պետությունը այդ գործը չի անում։ Գիտեք, մենք այս պարագայում կարող ենք ասել, որ պետության բեռը մի քիչ նվազեցնելու հնարավորություն կունենք։ Բայց չէ՞ որ եթե պետությունը իր հարկերի, այսինքն մեր հարկերի միջոցով է դա անում, հասարակությունը անհաղորդ է մնում նման կերպ։ Բայց շատ ավելի կարևոր է այն էներգետիկ ընկալումը եւ մեր գիտակցությունը անհաղորդ չմնալով, այսինքն երբ որ դու ինքդ քո գրպանից ինչ որ մի մաս ես տրամադրում եւ ոչ միայն քո ժամանակն ես տրամադրում դրան, այլ նաեւ քո գումարն ես տրամադրում, քո աշխատանքը եւ ինչը ոչ պակաս կարևորը քո էներգիայից մի մասնիկ տրամադրում ես եւ ուշադրությունը թես կենտրոնացնում այդ ուղղությամբ։ Կարծում եմ հասարակության առողջացման համար այդ բոլոր կոմպոնենտները շատ կարևոր են։ Նախկինում բարդերը հայտնի էին որպես ազատության մասին, այսպես առաջինը բարձրաձայնողներ, իսկ այսօր կարելի է ասել, որ դուք փորձում եք ձեր իմիջը փոխել նոր ժամանակներում, այսինքն դուք հիմա բարեգործությունը մշակույթ դարձնող այսպես բարեգործությունը որպես մշակույթ ինչու թող գործիքակազմը ավելանա, ես կասեի, որ դա ոչ թե փոփոխություն է, այլ հավելումներ։ Եթե հնում մեզանում տարածված էր երգահան, որը այստեղից այնտեղ լուր էր փոխանցում, արատավոր երևույթների մասին անդրադառնում էր եւ երգի տեսքով ներկայացնում էր ազատության սիմվոլ կարող էր լինել շատ-շատերի համար, ապա ինչու ոչ, եթե մենք այդ գաղափարների շուրջ հավաքվել գիտենք եւ կարող ենք, ինչու չհավաքվել նաեւ սեփական ժամանակը գրպանը օգտագործելու հանրային ինչ որ մի տիրույթը առողջացնելու համար։ Շատ լավ, բացի նյութականը եւ այն ինչ որ դուք նախաձեռնում եք, կա ինչ որ մի հանուն, այդ հանուն բառը դուք հաճախ եք օգտագործում, կա ինչ որ մի հանուն, որի շուրջ կարծում եք, որ մշակույթի մարդիկ կամ երգիչները կամ առհասարակ այն մարդիկ, ովքեր որ այսպես մշակութային բարիք են ստեղծում, միավորվեն։ Մարդ լինելու հանունը ամենագերագույն մասն է, կարծում եմ։ Մեր մեծերից մեկը ասում էր, եթե դու համամարտկային արժեք չես, հայ լինելու իրավունք էլ չունես։ Եթե դա վերցնենք, բերենք ազգային պատկանելության տիրույթ, իսկ ես առհասարակ կվերաբերվեի երևույթին հետևյալ կերպ։ Բարձր ցուցանիշ երևի մարդ դառնալն է, որովհետև մենք բոլորս ծնվում ենք մարդա նման, բայց մարդկային ամենաբարձր արժեքները ձևավորել եւ կրթելը դա մեր կյանքի ընթացքն է։ Եվ եթե այդ կյանքի ընթացքում մենք կարող ենք մի քիչ ավելին դառնալ, քան անցած օրն էինք, ապա դա կարող է լինել ամենքիս համար մի մարտահրավեր։ Եվ ամեն օր հղկելով մեկ փոքրիկ մասնիկ, ամեն օր շտկելով մեր շուրջը հասարակության ինչ որ մի խոտոր տիրույթ եւ ամեն օր մեր փոքրիկ բակից բացի մեր միջավայր մի փոքր մաքրություն անելով, միգուցե հասարակությունը շատ ավելի առողջ դառնա։ Եվ եթե այդ մարդ դառնալու փոքրիկ քայլեր են, ապա ինչու ոչ եւ ինչու չբարձրաձայնել այդ մասին եւ ինչի չկիրառել այդ ամենը
եւ հասարակության համար եւ սեփական անձիդ համար առանց որևէ տեսակի փարիսեական ինչ որ քայլերի, որովհետեւ ես բարձրաձայնում եմ բարեգործության մասին, բայց ես չեմ սիրում բարեգործության մասին խոսել։ Ես ընդհանրապես կոչ եմ անում մասնակից լինել մեր հասարակության առողջացմանը։ Իսկ կյանքից մնացած ժամանակահատվածում պարզապես փորձում եմ լուռ անել այն ամենը, ինչ որ ես կարող եմ անել, մի քիչ ավելի լավ, քան անցած օրն եմ արել։ Եվ միգուցե այս եթերը կարող է ինչ որ մեկին ընդհանրապես մի փոքրիկ կոչ լինել անձդ անցած օրվանից տարբերելու համար մի քիչ ավելի շտկված թող լինի, երբ հասնես բարձին։ Վախթան, իսկ ինչպես է գնահատում առհասարակ մեր հասարակության, մեր հանրության շրջանում ինչ վերաբերմունք կա մասնակցության, բարեգործության այդ մշակույթին, քանի որ տարիներ շարունակ կարծես թե մենք էգոիստաբար ենք մոտեցել, չէ՞, մենք յուրաքանչյուրս մեր մասնակցությունը չունենք կողքինին, ուրիշին, օտարին։ Ահա, շատ հարցերում անհաղորդ լինելը իհարկե բոլոր հասարակություններին էլ բնորոշ է։ Բայց զարթոնքը նաև ունի գեներատիվ ընթացք։ Երբ մեկը արթնանալուց հետո կողքինին արթնացնում է, երբ երկուսը դառնում են 4, 4-ը դառնում են 8, ընդամենը մի քանի քայլ հետո դու տեսնում ես, որ կա բավականին մեծ արթնացած բանակ, որը կարող է դուք փառք Աստծո, մենք այս պայծրությամբ ունենք մի դալիճ, որը ընդամենը մի 20-30 տոմս է մնացել, որ պիտի վաճառվի, եւ բոլորը նրանք ովքեր գալիս են այդ գիտակցությամբ են գալիս։ Գալիս են փոքրիկ եւ մեծ մասնակցություն ունենալու։ Եվ միգուցե ամենափոքրիկ մասնակցությունը 1 տոմսը կարող է շատ ավելի կարևոր դեր խաղալ։ Իհարկե մենք ունենք նաև այն գիտակցություն ունեցողները, որ 1 տոմսը գնում են 50, 100, 200 հազար դրամով։ Մենք ունեցել ենք դեպք, որ 500,000 դրամով 1 տոմս են գնել։ Դա այն գիտակցությունն է, որ ես իմ ժամանակից, իմ միջոցներից տրամադրում եմ եւ ուզում եմ, որ այն գործունեությունը, ինչով զբաղվում են տվյալ կազմակերպությունը, հնարավորություն ունենա շարունակի դա անել։ Չէ՞ որ մեր մասնակցությունը ինչ-ինչ ձևաչափերի մեջ դարձնում է դա հնարավոր։ Եվ թող որևէ մեկը այդ հարցադրումից չխուսանավի։ Եթե դու ոչինչ չես արել եւ տվյալ երևույթը վերացել է, ուրեմն դու պատասխանատվությանդ մասը չվերցրեցիր քո վրա, որ չվերանա։ Անտարբերությունը սկսում է այն պահից, երբ այն ինչ որ դու կարող ես անել, դու չես անում։ Եվ մտածում ես քո փոխարեն ինչ որ մեկը կանի։ Արա ինքդ, փոքր արա, քիչ արա, ինչքան կարող ես արա, բայց մասնակից դարձիր այնքանով, ինչքանով կարող ես։ Եվ եթե ինչ որ մեկը օրինակ հնարավորություն չունի Հայաստանի Հանրապետությունից դուրս է ապրում կամ ժամանակը չի ներում, թող տոմս գնի մեկին նվիրի այդ տոմսը, բայց մասնակից դառնալու համար շատ բան պետք չէ։ Ցանկություն եւ վերջ։ Փոքրիկ կամ մեծ էական չէ։ Այո, դա նույնպես կենսակերպ է, հարաբերս մասնակից դառնալու։ Այո, որովհետեւ անտարբերությունը մեր հասարակության համար եւ շատ հասարակություններում դա բնորոշ երևույթ է։ Ես իմ բաժին, իմ տան ներսում եւ այլն։ Բայց չէ որ այդ տունը ջրամատակարարումը ստանում է դրսից, էլեկտրականությունը դրսից եւ շատ բարիքներ գալիս են այն ոչ անտարբեր մարդկանց ստեղծածի շնորհիվ։ Հետևաբար դու քո մասնակցությունը պետք է ունենաս եւ այդ մասնակցությամբ նաեւ փոխադարձես այն ամենը, ինչ որ քո հասարակության ներքո տեղի է ունենում։ Շատ լավ, եկեք խոսենք ձեր ալբոմի մասին, որովհետև քանի առիթ է 10-րդը այս տարի լույս տեսավ եւ կարծում եմ, որ այն արժե համակարգը ինչի մասին էսպես մենք խոսում ենք կամ քննարկում ենք դրա շուրջ, այդ ամենը կլինի, կգտնենք մենք այդ 10-րդ ալբոմը մի քիչ տարբերվում է մնացածից, եթե նախկին ալբոմներում կային էքստրավերտ, ինտրավերտ երգերի ցանկ, կար լիրիկա շատ կամ կար հասարակության ինչ որ տեսակի դրսևորումներ, կոչեր եւ այլն, ապա այս 10-րդ ալբոմի մեջ մի քիչ ճամփորդական ստացվեց, որովհետև ես մեր թվարկությունից մի 6-700 տարի են կողմ գնացած գրականություն էի ուսումնասիրում։ Այդպիսի ճամփորդության մասին է խոսքը։ Այո, եւ այդ ճամփորդությունից ինձ տարավ անտիկ ժամանակաշրջան, ինձ հետո բերեց մեր թվարկության առաջին դար, տարավ միջնադար, եւ այդ երգերը, որոնք ծնվել են եւ ձևավորվել են եւ հավաքվել են այդ ալբոմում, նման մի ճամփորդություն են։ Փյութագորասից մինչ Նազովրեցի, Նազովրեցուց մինչ Միջնադարյան շատ կարևոր ուսուցիչներ եւ դրանք պարզապես բնութագիր են այն մեկ տարվա
ինչով ես ապրել եմ։ Այնպես որ այդ առումով իհարկե դա շատ առանձնահատուկ քիմքի համար գրված երգեր են, ամեն մեկը միգուցե չհասկանա ինչի մասին են։ Գիրն ուրիշ գրեն է, հա, ինչպես ասեմ։ Չէ, չասեմ, նման բարձր բաներ չասեմ։ Պարզապես մի քիչ թեմատիկ առանձնահատկություն ունեցող է եւ այդ գրականությանը մի քիչ մոտեկած մարդու համար միգուցե ծանոթ, բայց շատերի համար ոչ այդքան ծանոթ կլինեն, որովհետև տարբեր մշակույթներից վերցրած նյութեր են։ Այնպես որ 10-րդ ալբոմը այդպիսին էր, չգիտեմ 11-րդը ինչպիսին է կլինի, արդեն 2 երգ ձայնագրել եմ, բայց ցանկացած դեպքում միգուցե մի քիչ ավելի զինադադար վերցնեմ այն մշակութային շերտը, որը բացում է այդ ալբոմը։ Իսկ այն տարբեր Վախթանգ Հարությունյանները, որը մենք գիտենք, նախաձեռնող, կազմակերպող, չգիտեմ ինչ որ բաներ ստեղծող, արդյոք այդ հաշտվում են այդ մեկ սկավառակի տիրույթում։ Վախթանգի բոլոր երգերն էլ հաշտության երգեր են։ Ես հանգուցալուծում եմ երգերի միջոցով փորձում եմ հանգուցալուծումներ տալ եւ այդ հանգուցալուծումների մեջ միշտ կա այն լույսը, որը ես գտնելուց հետո նոր երգի տեսք ես տալիս, այնպես որ այդ առումով երգերս բոլորը իրենց մեջ ունեն նաև այն դուռը, որը բացելու հնարավորություն կա եւ եթե երգը դա բանալի է, ապա այդ դռան տեղը անպայման նշмарված է, ինչ վերաբերում է առհասարակ բոլոր երգացանկիս բոլոր ժամանակների երգերին, ապա հարցականներով չեմ ավարտել, բոլոր տեղերում կան ինչ որ փոքրիկ դռնակներ, անտես կամ տեսանելի։ Դե ուրեմն ինչ նոր դուռ բացեց այդ ալբոմը եւ ձեր եւ լսարանի միջև հաղորդակցության առումով։ Լսարանի պարագայում մի քիչ դժվարանամ ասեմ, որովհետեւ ամեն մեկը իր հերթին կբացահայտի։ Ինձ համար ինքը ամփոփագիր էր, որովհետեւ 11-րդ երգը, որը ձայնագրում էի, շատ կարևոր մի բովանդակություն էր, խտացված եւ մտածում էի նույնիսկ դրանից հետո երգ գրելու առիթ չեմ ունենա, որովհետեւ շատ խիտ մի բան ստացվեց, բայց ժամանակը էջեր թերթելու հատկություն ունի, ես էլ թույլ եմ տալիս էջերը թերթվեն եւ նոր գրվածին էլ նոր տեղ եմ տալիս։ Ինչպիսի բովանդակություն կունենա, դա էլ երկնայինների տիրույթն է, ինչ կտան, դա էլ փորձենք վերցանել։ Իսկ առհասարակ երբևէ ցանկություն չի արթնանում ուղակի չգրելու։ Ես երգերից մեկի մեջ նման ձևակերպում տվել եմ, բայց գրել չեմ, չգրել ես չեմ կարող։ Երբ տեսնում ես մեր շուրջը ինչ է կատարվում, ընդհանրապես ոչ մշակութային, ոչ արվեստային եւ ընդհանրապես մարդու ուշադրությունը դժվար կենտրոնացող մենք շրջանում ենք ապրում, ու առհասարակ երգի, պոեզիայի վրա ուշադրությունը։ Ես վերջին 40 դարում իմ ուղենիշները չեմ փոխել։ Եվ եթե կան հանուններ, կարծում եմ հասարակությունը պետք է կենտրոնանա հանունների շուրջ։ Առհասարակ բոլոր հանունների մեջ դա արժանապատիվ անձ ձևավորելու, քաղաքացի ունենալու եւ հասարակություն ի վերջո ձևավորելու խնդիրներն են։ Մենք բոլորս ապրում ենք այդ միջավայրում, որտեղ քաղաքացին պիտի կիրթ լինի, պիտի բարոյական չափորոշիչներ եւ պատկերացումներ ունենա, եթե դաստիարակությունը համապատասխան է, եւ դրանք գալիս են սերունդ փոխելու։ Եվ եթե ժամանակին 40 տարի մորորյալ ինչ որ մի հոտի հանել են անապատներ եւ հետո ձևավորել են ազգ, ապա ես կարծում եմ մեզ պետք է ընդամենը զարթոնք։ Եվ այդ զարթոնքի համար պետք է այդ հանունները լինեն մեկը եւ այդ մեկ ռիթմի մեջ այդ զարթոնքի արդյունքում մենք հստակ կիմանանք ուր գնալ եւ ինչ անել։ Եվ ամեն մեկը իր հերթին իր տեղն ու դերը կգտնի։ Ինձ թվում է այդ մեկ ռիթմի մասը ես ձեզ հետ չեմ համաձայնվի, քանի որ այսպես որ նայում ենք առիթ կլինի, կհամաձայնեք։ Որ տեսնում ենք վերջին ալբոմի երգերից մեկը հենց ռիթմի մասին է իմիջիալից։ Բազմաձայն եւ բազմակարծիք, այսպես հասարակություն ենք եւ շատ բևեռացված նույնիսկ։ Եթե բոլորին ասում ենք Հայաստանի հանուն, Հայաստանի Հանրապետության կամ հանուն իմ զավակի, որ այստեղ պիտի շարունակի ապրել, բոլորն էլ կցանկանային։ Գուցե այդտեղ կարելի է միավորվել հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես կարծում եմ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն այն զավակների, որ կցանկանան այստեղ ապրել, ոչ թե գոյատևել, այլ ապրել եւ երջանիկ լինել եւ դրա համար ստեղծել համբերատար, ստեղծել այն հենքերը,
որի վրա պիտի այդ երջանիկ զավակները հետո արարելու հնարավորություն ունենան։ Իսկ դուք ոչ մի սպասելիքներ, ասենք, չունեք պետությունից, կառավարությունից, ղեկավարությունից։ Գիտեք, ես կարծում եմ, բոլոր կառավարությունները ցպահանջ են, այսինքն հասարակություն ձևավորելով եւ հասարակության մեջ ձևավորելով պահանջները, դու կարող եք կառավարությանը ձեր պահանջները փոխադարձել։ Եվ եթե հասարակության որոշակի մասը արթուն պահանջատեր է ձևավորվում, կառավարությունը, որը պետք է ընտրվում է դրա հիման վրա։ Այսինքն մենք պիտի առաջին հերթին գնանք այն տիրույթ, որտեղ հասարակություն ձևավորելու ճանապարհն է, եւ հասարակություն արթուն, գիտակից հասարակություն ձևավորելու, որ թացը չորից տարբերի, որ սուտը հետևողական կարողանա տարբերել, մանիպուլյացիաների տարբերի մեկը մյուսից, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ի վերջո մենք խոսում ենք կրթության մասին, եւ դա հեղափոխության մի դրսևորում է, բայց երկնային կարևոր գրքերից մեկում երկնայինին տրվում է հատկանիշ, կոչվում է համբերություն, եւ այդ հատկանիշներից մեկը, երբ որ համբերություն հատկանիշը ոչ տված մարդ համբերությամբ կարողանում է հետևողական լինել, ապա կարող է նաև այդ կրթությունը տեղ հասցնել։ Եթե մենք միանգամից ենք ցանկանում փոխել հասարակությունը, ոչինչ տեղի չի ունենում։ Իսկ այդ պակասը կա համբերություն։ Իհարկե, մենք անհամբեր ժողովուրդ ենք, մենք ցանկանում ենք այսօր եւ վաղը ստանալ։ Բայց դրա համար մեզ պետք է այն սերունդը, որը պիտի մոր արգանդից ներս անցնելուց հետո կոմիտաս լսի։ Եվ դրա հիման վրա ձևավորվի ոչ թե այն արատավոր երաժշտությունը, որ հաճախ լսում ենք տարբեր մեքենաներից բարձր միացրած։ Եվ արդյունքում, երբ այդ զարկերակը կլինի կոմիտասյան, նա չի հանդուրժի նման երևույթները, իսկ դա սերնդափոխություն է։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եվ այդ համբերությամբ գանք հանգենք այն անկալումներին եւ այն արժե համակարգին, որտեղ այլևս բեկման ենթակա չլինի։ Շատ լավ, որքանով հիշում եմ, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, շուրջ 10 տարի է արդեն, որ Հուսո Արագաստ հեղինակային երգի 11-րդ տարին է, 1 տարով ես սխալվեցի փաստորեն, Հուսո Արագաստ հեղինակային երգի միջազգային փառատոնը այսպես գործում է եւ յուրաքանչյուր տարի չգիտեմ ինչ ջանքերով համատեղ եւ մի ուղղությամբ նայած այս տարի նույնպես սպասվում է եւ ինչպիսին է այն սպասվում, եթե առիթը օգտագործենք նաեւ այդ մասին խոսենք։ Եթե առիթը օգտագործենք, ասենք, որ հեղինակային երգի փառատոնը այս մեր այսօրվա զրույցի մի փոքրիկ մասն է, որը միտված է հիմնականում այն երիտասարդությանը, ում կցանկանայինք բառից դրական առումով վարակել այն ընկալումներով եւ արժենյութով, որը մենք կրում ենք։ Իմ երկհան ընկերները, ում հետ մենք բազմիցս ենք խոսում այդ մասին եւ բազմիցս բարձրաձայնում ենք զինակից լինելու այդ գաղափարը, այսինքն մենք մի ուղղությամբ դիտողներ ենք, կարող ենք հաճախ չհանդիպել, բայց մենք նույն բան ենք տեսնում։ Եվ միասին մենք լծվում ենք այդ ժամանակաշրջանում ի աջակցություն եւ ի զարթոնք եւ այն երիտասարդներին, ովքեր երգեր են գրում, բանաստեղծական շնորհի մի փոքրիկ նշույլ բացվում է, նրանց բերել այս միջավայր եւ հետո հնարավորություն տալ կիսվելու իրենց հետ, աջակցել եւ նպաստել նրանց այդ բեմիելին, շատ ավագ ընկերների հետ բարձրանալու բեմ եւ ներկայացնել իրենց դեռևս փոքրիկ երգիկը, որը պիտի հետագայում ավելի ամրապնդվի թե խոսքի թե մեղեդային գծերով։ Այսինքն դա միջավայր ձևավորելու եւս մի հնարավորություն է, որ մենք ամառային ժամանակահատվածում բաց չենք թողնում եւ իլուր ողջ հայության մենք հայտարարում ենք այդ մասին, որ երիտասարդներ, եկեք, ներկայացրեք ձեր երգը, լավագույն տասնյակը մեզ հետ միասին հնարավորություն կունենա։ Այսօր արդեն կարող են, իհարկե, Bardfest Facebook-յան էջը մշտապես նմանատիպ նամակներ է ստանում եւ հետո արդեն ժյուրին կաշխատի այդ երգերի ընտրության հարցում եւ լավագույն տասնյակին մենք մեզ հետ հնարավորություն կունենանք արդեն տանել փառատոն։ Տասնյակը մեզ հետ կբարձրանա բեմ, կներկայացնի իր երգը եւ հետագայում տարվա ընթացքում մի քանի համերգային ծրագիր նաեւ Երևանում կմասնակցի մեզ հետ այդ բարեգործական, այդ թվում նաեւ համերգների շարքին։
որովհետև եթե մենք ցանկանում ենք նրանց ինտեգրել ոչ միայն փառատոնային ընկալումների, այլ նաև այն սոցիալական պատասխանատվության տիրույթ, որտեղ մենք ցանկանայինք, որ իրենք շարունակեին այս ընկալումներում ապրելը։ Իսկ առհասարակ Հուսո Արագաստը ինքը կրթական նպատակ է հետապնդում։ Հուսո Արագաստը միջավայր է։ Մենք կրթել որևէ մեկին չենք կարող։ Մենք կարող ենք ստեղծել միջավայր, որտեղ մարդը կրթվելու ցանկություն ունենա։ Որևէ կրթական ոչ մի նորմ որևէ դպրոցում չի կարող մարդուն կրթել, եթե նա ցանկություն չունենա, դա արդեն կլինի բռնություն։ Մենք ստեղծում ենք ընդհանրապես մի միջավայր, որտեղ սիրո մի հատ մեծ դրոշ է կախած, եւ ամեն մեկը իր հերթին իր հոգատարությամբ, այդ սիրո դրսևորման մեջ փորձում է աջակցել մեկը մյուսին եղբայրասիրության շրջանակում։ Եվ դա ընդհանրապես մի միջավայր է, որի ներքո մարդիկ ապրելով իրենց սեփական կենսափորձը իրենց բեմը կիսում են երիտասարդի հետ, տալով նրան այդ հնարավորությունը, ոգևորելով երիտասարդին շարունակել ստեղծագործական կյանք։ Իսկ այդ երիտասարդները, ովքեր որ մասնակցում են, արդյոք նաև հետագայում ձեր համերգներին են մասնակցում, Այո, իհարկե, հենց այդ մասին էի ասում, որ մենք փառատոնից հետո ունենում ենք 3-4 բարեգործական համերգ տարվա ընթացքում, եւ ես մշտապես երիտասարդներին հրավիրում եմ լավագույն տասնյակի, որ այդ տարի իրենք իրենց երգը հնարավորություն ունենան նաև Երևանում ներկայացնելու, նաև բարեգործական համերգների շրջանակում։ Այսինքն մենք նաև այդ սոցիալական պատասխանատվության տիրույթ ենք նրանց բերում եւ տալիս այդ հնարավորությունը իրենք այստեղ կարողանան իրենց կյանքը շարունակեն եւ ներկայացնելու հնարավորություն ունենան։ Իսկ երիտասարդ բարդերը շատ են տարբերվում ձեր սերնդի երկհանի եւ բարդի տարբերություն կա, հա, երբ երիտասարդը դեր գրել է մեկ երգ։ Ինչի մասին են նրանց երգերը շատ հաճախ։ Երիտասարդների երգերը չեն կարող ուրիշ բանի մասին լինել։ Հիմնականին լինում են, այո, սիրո մասին, բայց իհարկե լինում են նաև բացառություններ։ Ես հիշում եմ նույնիսկ մի երիտասարդ ունենք, որը Մենուա անունով, որը 13 տարեկանում մի երգ էր գրել, որը ընդհանրապես սիրո մասին չէր, բայց 13 տարեկանում բավականին լուրջ եւ հասուն երգ էր գրել։ Հետո ինչ երգեր լուրջ եւ հասուն, արդյոք քաղաքական։ Ոչ, քաղաքական չէր, բայց նա հոգու խառնարանից եկած նյութ էր։ Եվ գնաց հետո բանակից անցած տարի վերադարձավ, նա հնարավորություն ունեցավ այդ նույն երգը կատարել նաև բանակից հետո Հուսո Արագաստի շրջանակում, եկավ Սևան եւ երգեց այդ երգը։ Այն ինչ որ 13 տարեկանում էր գրել։ Այնպես որ ամեն մեկին իհարկե իր ճակատագիրն ու իր ճանապարհը։ Բայց կարող ենք ասել, որ տարբերվող են այսօրվա երիտասարդները։ Իհարկե, տարբերվող են, մեր հասարակությունը չէ, առհասարակ հիմա մոլորակն է տարբերվող։ Մոլորակը հիմա մի քիչ ավելի արագ է պատտվում։ Եվ արժե համակարգային առումով բավականին շատ են տարբեր։ Դա ձեզ վախեցնում է։ Ոչ, պարզապես ժամանակ բոլոր տեսակի երևույթների մեջ կա նախաբան որպես քաոսը։ Քաոսը միշտ գալիս է խառնելու եւ տարանջատելու շատ կարևոր բաներ։ Բոլոր անհասկանալի իրավիճակներում փիլիսոփայությունը գալիս է ձեզ օգնության։ Քաոսը դա նախաբանն է ամեն ինչի, որից հետո նոր պիտի լինի այն ամեն ինչ որ պիտի լինի։ Շատ լավ, եկեք ամփոփենք մեր զրույցը, մենք ունենք 3 րոպե ժամանակ, վերադառնանք Թումանյանի ավանդիկնիկային թատրոնի բեմ եւ խոսենք թե ովքեր են այսօր ելույթ ունենալու, շատ կարճ որ կարողանանք տեղավորել։ Ես քանի որ քիչ ժամանակ ունենք, սկսենք նրանից, որ մենք այս պահի դրությամբ արդեն ունենք գրեթե բոլոր տոմսերը վաճառված են, բացառությամբ 30 տոմս, եւ եթե կան մարդիկ, ովքեր ցանկանային ներկա գտնվել, ապա խնդրում ենք մի քիչ շտապել։ Բացի դրանից, Հուսո տուն բարեգործական կազմակերպությունը ունի հաշվեհամարներ եւ այդ մեր միջոցառման բացվածքի մեջ կան այդ հաշվեհամարները։ Եթե ինչ որ մեկը կցանկանա մի քիչ ավելին մասնակցություն ունենալ, ապա այդ հաշվեհամարները նրա համար են։ Այս պահին մենք ունենք 550,000 նմանատիպ արդեն մուտք Հուսո տան հաշվեհամարի, մենք ունենք մոտավորապես 560,000 դրամ արդեն գոյացած գումար տոմսերի վաճառքից։ Մենք կունենանք նկարներ վաճառված Անուշ Արտ ստուդիայի մեկը հիշում եմ արդեն վաճառված է եւ մնացածը միգուցե գնեն։ Համերգին ովքեր են լինելու։ Այո, ես այս նախաբանը ուզում եմ ասել հետո։ Համերգին կմասնակցի Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը, ձեր խոնարհ ծառան, Գագիկ Շիբոյանը, Հայկ Պետրոսյանը, նվագակցող մենք կունենանք Նելի Մանուկյան հրաշալի ֆլեյտա, Արուհի, Տիգրան Ոսկանյան բաս գիտար եւ ակարդեոն, Միքայել Եղոյան։
այնպես որ համեցեք, ես հուսամ այսօրվա մեր հորդորը տեղ կհասնի եւ մասնակիցները շատ կլինեն, իսկ հաշվի համարները, որոնք դուք կարող եք տեսնել, անկախ այսօրվա համերգից, այդ հաշվի համարները կարող են ամբողջ տարվա ընթացքում ծառայել։ Ես ընկերներ ունեմ, ովքեր ամեն ամիս 50,000 դրամ իրենց աշխատավարձից գումար են հանգանակում հուսոտուն։ Մենք էլի վերադարձանք կենսակերպին, դա հետևողականության մեջ է եւ կուզեի մենք այսօր ամփոփենք մի մտքով, որը 7-րդ դար մեր թվարկությունից առաջ Բուդդայի կողմից է հնչեցվել, լավագույն սիրո դրսևորումը դա հոգատարությունն է, հարգելիներս։ Շնորհակալություն Վախթանգ հետաքրքիր զրույցի ու այսպես իմաստուն խոսքերի համար։ Սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր Civilart մշակութային կազմակերպության հիմնադիր, Հուսո Արագած հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն էր։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն